Հիվանդանոց Սեմպրյամը եկել եմ ստեղ խաբար չեմ ոչի բանից, ինձ էլ չի թույլատրել, որ երկար կայնել սառնում եմ էլի, վիրահատված եմ ես, երկար չեմ կարում կանգնեմ։ Ինչ անեմ, հիմա պահանջվել ասենց, պետք է գամ, որպես աշխատող։ Вообще ընդհանրապես ես չեմ մասնակցել այս բաներին, ես առաջի անգամ եմ մասնակցել։ Պատարագի երբեք չմասնակցած այս մարդուց վիրահատությունից անմիջապես հետո ով է պահանջել Կիրակի գնալ այն եկեղեցի, որտեղ Փաշինյանն էր։ Մարդը ասում է նոր վիրահատվել եմ, պահանջ ա եղել, որ գամ, եկել եմ, բա ուր է քրեական գործը։ Քրեական գործ չկա, բայց վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը կա, ահազանգում է իրավապաշտպանը։ Կիրակի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Փաշինյանի կողքին եղել են Արարատի մարզի մի քանի դպրոցների տնօրեններ, Վեդիալկո գործարանի կին աշխատակիցներ, Վարդենիսցի կուսակցականներ։ Ես կուսակցական եմ։ Քրեական օրենսգրքի հոդված է խախտում իշխանությունը, պնդում է Վարազդատ Հարությունյանը։ Իշխանությունները եկեղեցու նկատմամբ ապօրինի գործողություններ են անում եւ առնվազն խախտում են քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը, խառնվելով հայ առաքելական եկեղեցու կողմից կազմակերպվող ծիսական արարողություններին խոչընդոտելով մենք տեսանք, որ Թալինում ընդհանրապես մարդիկ զրկվեցին Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցելու հնարավորությունից, որտեղ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չգիտես ինչի իրար իրավունք էր վերապահել, որոշելու թե ով պիտի անցկացնի այդ պատարագը։ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելն է։ Այդ հոդվածում, ինչպես իրավապաշտպանն է նշում, հստակ սահմանված է, որ կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսին խոչընդոտելը պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 1 տարի ժամկետով։ Եթե կրոնական կազմակերպության ծեսին խոչընդոտողը իշխանական է, ապա նրան սպառնում է ազատազրկում առավելագույնը 2 տարի ժամկետով։ Իրավապաշտպանը նկատում է, քրեական օրենսգրքով Նիկոլ Փաշինյանը կարող է ազատազրկվել օրինակ Գյումրիի 7-վերք եկեղեցում կրոնական ծեսը խոչընդոտելու, այլ թեմից քահանատ անելու համար։ Ըստ Վարազդատ Հարությունյանի, քրեորեն դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի եկեղեցին բարենորոգելու ցանկությունն առհասարակ։ Կա եւ հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորող օրենք եւ կա ընդհանրական խղճի ազատության եւ կրոնական ազատությունների մասին օրենք, համաձայն որի պետությունը իրավունք չունի կրոնական կազմակերպությունների մասին օրենքով պետությունը կամ պետական որևէ պաշտոնատար անձ իրավունք չունի խառնվելու կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Լինելով գրանցված իրավաբանական անձ, հայ առաքելական եկեղեցին ունի գործունեության սահմանված կանոններ։ Իրավապաշտպանը արձանագրում է, որ այդ կանոններն էլ են խախտվում։ Այդ կանոնադրության 61-րդ կետի համաձայն թեմակալ առաջնորդին նշանակում է կաթողիկոսը եւ նաեւ ազատում է կաթողիկոսը, Այսինքն հայ առաքելական եկեղեցու ներսում ամենայն հայոց կաթողիկոսի ցանկացած որոշում մեր երկրում ոչ մի քաղաքացի իրավունք չունի առ ոչինչ համարել, ինչը արել է Նիկոլ Փաշինյանը։ Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։